Ռեջեփ Թայիփից հրաժարական են պահանջում Թուրքիայի փողոցներում։ Վերջի վերջո այս մարդամեկին պիտի ճանապարհենք։ Այս երկրի ապագա առաջնորդը վաղվա մեր նախագահը Էքրեմ Իմամօղլուն է։ Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Էրդողանի քաղաքական մրցակցի ու թշնամու աջակիցներին փողոց է դուրս բերել դատախազության աբսուրդային պահանջը՝ դատապարտել ընդդիմության լիդերին 2352 տարվա ազատազրկման։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Այս թվից ապշած է նաև միջազգային մամուլը։ Reuters-ից Guardian Թուրքիան անվանում են երկիր, որտեղ ժողովրդավարության էրոզիա է։ Այս տարվա մարտից բանտում գտնվող Ստամբուլի քաղաքապետի համար գլխավոր դատախազությունը պատրաստել է մոտ 4000 էջանոց մեղադրական եզրակացություն։ Իմամօղլուին մեղադրում են հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, կոռուպցիայի, փողերի լվացման, խարդախության, ահաբեկչական կազմակերպության օժանդակելու համար։ Համարում են, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդը պետությանը պատճառել է մոտ 4 միլիարդ դոլարի վնաս։ Զանգվածային ցույցի դուրս եկածները կասկած անգամ չունեն, որ Էրդողանի սիրտը վախեցած է Ստամբուլի ընտրություններում ընդդիմությանը պարտվելուց հետո ու 2028-ին հենց Իմամօղլուն կարող է իրեն հաղթել։ Չէ՞ որ հետաքրքիր զուգադիպությամբ Էրդողանն էլ բանտ նստելուց ու Ստամբուլի քաղաքապետ դառնալուց հետո ընտրվեց Թուրքիայի նախագահ։ Դափ-դատարկ են անվանում Իմամօղլուի կուսակիցները նրա դեմ մեղադրանքները, պահանջում են ուղիղ եթերով հեռարձակել դատերը, որ Թուրքիայի հանրությունն էլ տեսնի ինչերի է պատրաստ Էրդողանի իշխանությունը հանուն իրենց աթոռների։ Մեր ընկերներն անմեղ են։ Մեղադրական եզրակացությունը Իմամօղլուի և մյուսների դեմ զրփարտություն է։ Ոչ թե դատարկ է, այլև ամբողջովին դատարկ է։ Այն ամբողջովին դատարկ է։ Իմամօղլուն 2019-ին ընտրվեց 16 միլիոնանոց Ստամբուլի քաղաքապետ, 2 անգամ հաղթելով Էրդողանի կուսակցության թեկնածուին։ Նրան աջակցեց նաև ընդդիմադիրներից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի նախկին падգամավորներից Գարո Փայլյանը Reopen-ի տաղավարում խոսեց Թուրքիայի ժողովրդավարության հետընթացից։ 2010-ականներից հետո Եվրոպան ցավոք արհամարհանք ցուցաբերեց Թուրքիայի նկատմամբ։ Ասաց դուք մահմետական մեծամասնություն ունեցող երկիր եք։ Սարկոզին եւ Մերկելը ցավոք այս սխալն արեցին։ Ասացին դուք երբեք չեք կարող լինել Եվրոպական միության անդամ։ Իսկ Էրդողանը, որը օպորտունիստ էր, ասաց. եթե դու ինձ չես ուզում, ես էլ քեզ չեմ ուզում։ Ինչ եղավ արդյունքում, Թուրքիան հեռացավ այդ արժեքներից, այսինքն դեմոկրատական արժեքներից։ Հիմա երբ նայում ենք, ոչ մամուլի ազատություն կա, ոչ արտահայտվելու ազատություն։ Ֆրանսիացի քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Դելվալը իմ գործընկերոջ հետ զրույցում ասում է, Էրդողանը հանուն իշխանության պատրաստ է անգամ ամենածայրահեղ ուժերի հետ դաշինք կազմել։ Նա խորամանկ է, կարող է փոխել ռազմավարությունը և միաժամանակ մի քանի ռազմավարություն ունենալ։ Իշխանությունը պահպանելու համար նա դաշինք կնքեց ծայրահեղ, մեհեփե շարժման պանթյուրքիստների հետ, գորշ գայլերի քաղաքական թևի։ Ու այդ ամեն ինչի պատրաստ Էրդողանն այնքան առաջ է մտածում, որ անգամ չեղյալ է համարել Իմամօղլուի դիպլոմը, որի պատճառով նա հնարավոր է չկարողանա առաջադրվել նախագահական առաջիկա ընտրություններին։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։